կասկածել, վերլուծել, ստուգել։ Մեդիագրագետ լինելու կարևոր սկզբունքներից են։ Մեր օրերում, երբ յուրաքանչյուր մեկը կարող է դառնալ բովանդակություն ստեղծող և տարածող, խիստ կարևորվում է մեդիագրագիտությունը, ինչպես բովանդակություն ստեղծողների, այնպես էլ սպառողների համար։ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներից մեկն անցկացվում է Գավառ քաղաքում։ Այն համախմբել է մարզային և մայրաքաղաքային լրատվամիջոցների ներկայացուցիչների, կրթական հաստատությունների աշխատակիցների և սովորողների միասին քննարկելու պատասխանատու մեդիաբովանդակություն ստեղծելու մոտեցումները։ Մեդիագրագիտությունը դա վերացական մի հասկացություն չէ։ Մեդիագրագիտությունը այսօր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուրիս կարծես օդի ու ջրի պես այլևս անհրաժեշտ հմտություն է, և մեդիագրագետ քաղաքացի ունենալը այսօր յուրաքանչյուր պետության համար նույնքան կարևոր է, որքան պատասխանատու քաղաքացի ունենալը, որքան հոգատար քաղաքացի ունենալը։ Մեդիագրագիտությունը սոցիալական փոփոխության գործիք խորագրի ներքո անցկացվող շաբաթվա միջոցառումներն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։ Եվրամիությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերով և տարբեր ձևաչափերով հնարավոր դարձնել մեդիատիրույթում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ քննարկումները շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Ողջույնի խոսքում նշեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Գավառում նշում ենք մեդիագրագիտության խթանման կարևոր փուլը, որը վճռական նշանակություն ունի Հայաստանի ողջ տարածքում ժողովրդավարության ամրապնդման համար։ Երևանից մինչև Գյումրի Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու համայնքներին տեղեկացված և կառուցողական երկխոսության ձևավորման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին զարգացնել քննադատական մտածողություն և դրսևորել ակտիվ ներգրավվածություն հանրային կյանքում։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման և քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն և դիմակայուն Հայաստանի կառուցմանը։ Հայաստանում և մասնավորապես Գեղարքունիքի մարզում մեդիագրագիտության շաբաթի անցկացումը կարևորեց նաև մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա կոնկրետ օրինակներով անդրադարձավ այն դեպքերին, երբ պետական ծրագրերի վերաբերյալ ոչ ճիշտ վերլուծությամբ, մեկնաբանությամբ, շփոթություն առաջացնող վերնագրերով հրապարակումների արդյունքում հանրության շրջանում սխալ պատկերացումներ են ձևավորվել տվյալ ծրագրերի վերաբերյալ, դրանք դարձնելով պակաս ընդգրկուն։ Մենք եթե չկարողանանք ճիշտ աղբյուրներից օգտվել և չունենանք այն վերլուծական միտքը կամ փորձենք վերցնել և վերլուծել, մենք կարող ենք տրվել այդ մանիպուլատիվ վերնագրերին և կարող են այս ծրագրերը ևս այդ արդյունքները չունենան։ Դրա համար ես շատ եմ կարևորում նմանատիպ միջոցառումները և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորի, ովքեր ջանք են դրել, որպեսզի նմանատիպ միջոցառում իրականացվի և մեր հասարակության մեջ մեդիագրագիտության դերը ավելի բարձրացվի և մենք բոլորս դառնանք ավելի մեդիագրագետ։ Համայնքային խնդիրները թվային գործիքների միջոցով ցույց տալու, բնակիչների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտության, մեդիաբովանդակության ներկայացման էթիկական մոտեցումների և մեդիայում բազմազանության ու ներառականության սկզբունքների մասին խոսեցին նաև հենց լրագրողները։ Բանախոսները խրախուսեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդական նախաձեռնությունների միջև գործակցությունը, ինչը կնպաստի մեդիագրագիտության զարգացմանը և դիմակայուն համայնքների ձևավորմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։